Երեխեք ջան, ուրեմն այս Դավիս համար 2 ամիս առաջ պատվիրել էի տրուսիկներ։ Չեն գալիս, հա, նոր են լողացել, կրեմուշկայով մասաժ եմ իրանց արել, գնացեք հանգիստ նստեք, թողեք ես իմ հետևորդների հետ խոսեմ։ Այսպիսի իրա տրուսիկները արդեն 3-րդ պարտիան են պատվիրում, այս նույն Wildberries-ի տեղից, ուղղակի տարբեր պրինտներով։ Այս մեկը մի համար մեծ եմ արդեն պատվիրել, որովհետև նախորդը, այսպես ասած, արդեն քիփ էր իրա հաքը, էլի։ Այս 2-րդ տարբերակն է, սա 3-րդ, 4-րդ էս շատ եմ հավանում եւ 5-րդ տարբերակը։ Հիմա մնում է մի հատ իրանց լվամ արդեն ու հագնեն երեխեք ջան։ Վերջապես հասավ։ Դե արի մոտիկ, արի։ Դուրս ենք եկել, հեսա կհարցնես բալես Դավը, ես Արտաշեսը։ Գնում ենք ընկերուհիներիս հետ, իրանց երեխեքով բանով, մեզ ճտերին տանում ենք մանկական սրճարան։ Դավ։ Ոգևորված ես։ Արտաշես մազերն ապարը որ կամ ինչ տանի։ Ոչինչ, որ նստես տաքսի կդզես, մեկը կամաց Դավս։ Գնում ենք իմ մշտական տեղը, որ տաքսիով վերցնեմ մեզ, մինիվեն ենք պատվիրել, որ տեղավորվենք։ Երեխեք ջան, մենք արդեն տաքսի մեջ ենք։ Նայեք այս գանձերին։ Արտաշես գանձը, Աննա գանձը, գնում ենք Անի գանձի եւ իր երեխաների հետևից։ Եվ այն մյուս ընկերուհին էլ իր գանձերի հետ այնտեղ կգա։ Եկցան, չէ, մենք հասել ենք։ Արի Դավս։ Այս գանձը քնել է։ Եկել ենք այստեղ ենք անցկացնելու ժամանցը։ И вошли. Делегация вошла. Молодец. Շատ հաճելի է։ Հա, ասма красавица чудовище։ Հա, հավես, հա։ Դե գնանք եկեք։ Տեսնենք ինչ ժամանց է մեզ սպասվում։ Այստեղ սենց հավես բան կա։ Արտաշես ջան, մենակ զգու։ Ու ակնոցը տուր ինձ, որ այնտեղ քեզ հարմար լինի։ Մի րոպե։ Դավո, պինդ կբռնվես, հա։ Մի րոպե։ Պինդ բռնվի։ Ահա, всё։ Լավ, ես Արտաշես ջան։ Այստեղ Արտաշեսը որոշեց ինչ-որ բան է սարքել։ Այնտեղ դա բատուտի վրա է։ Դավս մենակ թռնելուց զգուշ ուրիշ մարդու վրա չթռնես, էլի տղես կարող է թաքնված լինեն մեջը, ծածկում են իրար մեջը։ Եվ նայեք ինչ հավես տեսարան է այստեղ պատուհանից, այստեղ էլ մեր սեղանն է։ Երեխեքը ներքևում են, ես իմ վրա բացահայտեցի, որ բավական դժվար եմ, ոնց ասած, գիտեք, ես մի անհանգիստ մամա եմ, դժվար եմ թողնում ու բարձրանում վերև, բայց հասկանում եմ, որ այդ պետքա հաղթահարել։ Մեր գանձերը նստել են ուտել։ Այս պատուշը ինչ է, բացատրեմ, ինչ-որ հավես ուտես, է։ Ես հələ որ նոր նստել եմ, իմ ոնց սպասարկեցի, մի հատ փորձեմ ինձ էլ սպասարկել, էլի։ Հենա, ձեզ լավ նայի, սոկերը ձեր գալիս են։ Այստեղ նաև ծնունդ է, էլի, ընթացքում։ Համով, ա։ Այստեղի դիաբլուն այս տեսք ունի, ես արմացա, բայց համով է կծում։ Լավ է դա։ Խնձորի սոկ է դա։ Լավ է։ Մենք ընկանք ճամփա երեխաներ սիրելի, հրաշալի ժամանցից հետո։ Երեխեք ջան, ես պատրաստվել եմ, օրը 4-շաբթի է, դա նշանակում է, որ ես համալսարան պիտի գնամ։ Դասը։ Հա, դասը։ Այս նոր ապարանջանս եմ գցել,
օղեր, համադրեցի այսպես քիչ թե շատ, սպիտակ պայուսակ եմ վերցնելու, ոսկեգույն այդպես ու սպիտակ շղթայով և կրեմովի, սենց պայուսակի համար երանք սպիտակի խփող կրեմովի երևի կոշիկներ կհակնեմ։ Մնում արտնասնենք խորերին, դա մի հատ առանձին արողակարգ է, որը պետք է արվի, մազերս այսպես դիտման պտտում եմ, հետո մինչև հասնում ենք, քանդում եմ ու քշացիուն ալիքներ է ստացվում, այսինքն ամենահեշտ ձևը ալիքներ ստանալու ինձ համար է ուղիղ ֆենել և այսպես թեթև պտտել, ոչ շատ սենց ժգուտիկ անել նոր պտտել, այլ մի երկու կրոպ պտտում եմ ու հետո իր առանցքի շուրջ եմ պտտում, շատ լավ է ստացվում։ Երեխեք ջան, մեզ մոտ կոֆեի ժամը, աղջիկներով վերցել ենք, ես էլի գլաս եմ, ոչ չոտը շատ զարն է, ամեն անգամ վերցնում ու փոշմանում եմ, պրոստը չգիտեմ, եղանակը բացվեց, մտածեցի ինչ ոչ, կարելի է ինչ-որ տաք բան խմել։ Լիներս ես արդեն տանն եմ, խորենն ու դավը գնացին խմբակ, ես ու Արտաշես ենք տանը սուրճ եմ դրել, հենց նոր եմ մտել, առաջ բանը, որ ուզում եմ անել գնալ մի հատ էս մեյքափ ու մաքրել, որովհետև ահավոր ձևի շոքում եմ, ահավոր դիսկամֆորտ է, պետք է մի հատ մակիաժից ազատվել, մի կես ժամ ինձ հանգիստ եմ տալիս ու սկսում եմ միջանկյալների գործերին նստել, էլի եկավ այդ էտապը, միջանկյալը, որից անմիջապես հետո 3 բանավոր քննություն, լարվածությունը մեծանում է, անելիքները, բայց մենք դա կհաղթահարենք։ Այստեղ մի փոքր գնումներ էր արել խորենը, պիտի դասավորեմ, նստած աշխատում էի, ելակ ա բերել խորիկը բավականին հետարքիր, տավարի միս, զուքանի թուղթ, հավքի, տանձրոցիկներ, լավաշ, և ես շաուրմա էի ուզել, շաուրմա ա բերել։ Այս կլուբնիկայից ինչ անուշվոտ ա գալիս, ապետիտնինկի ա շատ, մի խոսքով գանձուկներս կակտը տակ, այստեղ պատրաստվում է կլուբնիկա լվայ, սուրճ եմ դրել, իմ ու խորենի համար, հեսա իրա մոտ դասերա, մի հատ սուրճ խմենք, ուղղակի ենքան գիգանտ էին, ասել, կադրը մի չի փոխանցում իրական չափը, շատ մեծ են, ասեցի մի հատ ձեզ ցույց տամ, բայց մեծության հետ մեկտեղ են, որ խոտ համ ունենում են, այդ ձև չեն, իսկապես համեղ են էլի լինում, մեր տեղականն է։ Мама, уникальный кислоч. Ты само этот номада калила, вот есть чего. Ну, левачи. Այսօր Արտաշեսը դպրոցում ընկել էր միջանցքում, որ եկավ տուն, այս մասս ես կարմրել էր, ինձ էլ թված մենակ էտա, հետո որ սենց չարեցինք, մինչև խոր սրսրթում եմ, սենց իժարից առանձնացել էի, ատամը մտել է մսի մեջ երևի, դե բերեկից բանման մշակումներ արեցին, լուշ է եղանակը ես ինչ եղավ խոր, նենց արև էր առավոտից, սենց հստակ արևային եղանակ էր, վարկենական փոփոխում է, բայց եկամ արդեն մայիսն ենք կես ընգնում, պետք է արդեն քիչ-քիչ, այո թե ոչ, չնայած դեռ ամարդ չի, ինչ եմ պահանջում, կարմիրը։ Համով ա դավուկա, Արտաշեսը իրանը վերցրեց իրա պաղպաղակը, բանանը, կլուբնիկան և տենց ասորտի արած գնաց, շոկոլադա դեմքիդ կսվել դավուկաս, հանջատենք չխանգարենք մայեստրոին։ Смотрите, деточки, девочки, дорогушки мои, сегодня я приглашена на пати 90-х, и я должна выглядеть соответственно. Поэтому я опять-таки рылась в гардеробе моей свекрови и нашла там несколько интересных вариантов. Сейчас я быстренько сделаю мейкап в стиле 90-х, а потом уже мы соберем мой сегодняшний лук. Մի հատ настройкեքից մեջ հայերեն դնեմ ու անցնենք գործի։ Հիմա չգիտեմ, ուզում եմ մի հատ պոիսիկ տամ Pinterest-ով տեսնեմ ինչ մեյքափի վարիանտներ կան, ինչ որ հավես բան եմ ուզում անեմ, այն պարագաներով, որոնք ունեմ ձեռքիս տակ։ Բալետ կրեմ չունեմ եւ թքովի մատիտ, բայց մի բան կանենք։ Խնդրեմ։ Ահա եւ իմ 90-ականների լուքը մի անգամից հակա եւ սառոջկան եւ վրայից հակա կոստս, մազերս տակից մի քիչ թողել եմ, վրայից ոչ եմ կապել, եմ որ արհեստական երկարացնում են, չէ, այն թվերին իբր ավելի երկար է, չորկած գզած կողքի սանրած
Հին զարդեմ սուսիկից գտել։ Ահա։ Ականջողերը պայուսակ ինձ թվում է համադրվում է, так что այս պահին միշտ ուզում եմ անեմ, չգիտեմ։ Да, во, espandez, no։ Յախ, ինչ էլ կեղտոտ պանդես, да։ Всё։ Մնում է ես գետին չմտնեմ, ստեստանից դուրս գամ, պիտի մի քիչ առաջանամ, էլի։ Ընկերուս վիճակը ավելի ահավոր է, մազերը սենց զայֆկայի արել, ու պետքա բանկոմատից փոխանի, ասում անարի, ես բանկոմատի մոտ կանգնեմ, դու բարձրացի, ասեցի, լավ։ Կդիմանամ ես այս պազորին հանուն քեզ։ Մի խոսքով ես պատկերացնում եմ մարդկանց հայացքները։ Как-то так, երեխեք ջան, ասեք, որ լավ է։ Մենք եկանք ասանք։ Սև-սևաչ։ Մի քիչ տարածքի обзор անեմ ձեզ համար, երեխեք ջան, այնտեղ մեր DJ-ն է լինելու, այսինքն ռանչոյա նման է տարածքը, այստեղ արդեն հովանավորներն են գալիս, այսպիսի, ինչ-որ քաղաքից դուրս վայբ է, էլի, հավես է։ Մեր ծաղիկները։ Շնորհակալ եմ շատ, թամ խոսես։ Մի խոսքով ուզում եմ ասել, որ Թամարան կազմակերպում է միջոցառումներ, կարելի ասել քաղաքի լավագույն կազմակերպիչն է։ Իվենթից եկել եմ, երեխեքը ռասպակովկա են անում իրենց քաղցրավենիքները։ Ես աննաշակես եմ, ասա։ Հա։ Ես եմ աննաշակես, Չկա, որ 90-ականների վայրն է փոխանցում, այդ էջից տարբեր բաներ եմ ստացել 90-ականների շունչը պարունակող և շատ անուշաբուրում սուրճ այստեղ, մարմելադկաներ, ապսոս վրան բան չկա, ժամկետ կուզեի տեսնել։ Մի խոսքով, այսպիսի հավես բան այնց ասել, իդեպ, ոյ։ Չգիտեմ, որ Խորեն եմ, այսօր արել էր ելակ, մի հատ անձերոտ, հելը մի ռոպե չէ, մի վեցում դա, արել էր ելակ ու գալուջիկա, և ես էր ելակ, ասում եմ անձերոցիկ չեն դարի, ստիպատ լպստորում եմ ձերքերով, այս գալուջիկավ և ելակով, կիլով պաղպաղակ էր արել, շոքած է կանում հիմա, նայք ինչքան սիրուն են ծաղիկներ այսօրվա նվեր ստացածս, մեջը մեխակել կա, 90-ականների վայբը լրի փոխանցում է, շատ սիրուն է։ Այստեղ նվերների ցանկում ես էլ ձեզ ցույց տամ ու մեր վլոգը ավարտենք։ Նաև Արսաթյա արդեն նվեր ստացել, խաչ է այսպես, այդ խաչի կապույտը ունեմ, էլի նվերա, սա վարդագույնն է, իրենցից մեկը ես ուզում եմ նվիրել ինձ համար շատ հարազատ մի աղջկա, շուտով իր ծննդյան տարեդարձն է լինելու, ես այդպես պահել եմ, ի սկզբանե մտածելով, որ դա ես իրեն պիտի նվիրեմ, այնպես կստացվի, որ երկուսս էլ կունենանք այդ զարդից, ուրեմն, նայեք, երեխեք ջան, այստեղ IVB ֆիրմայից պլաստիրներ կամարների դեմ, հեղուկ օճառ, սա պիտի դավին զգուշացնեմ, ինքը, որ դուք տեսնեք ոնց է օգտագործում հեղուկ օճառը, ինքը կարա պրոստը վերցնի ու կես բանկան, այդ կես ֆլակոնը դատարկ իր համար պիտի զգուշացնեմ, որտեվ սա լավ բրենդ է ու պետք է խնայողաբար օգտագործել, ոչ թե ինձ ափր-ցփր։ Այստեղ թաց անձեռոցիկներ են նաև, այս լասյոնից ես ունեմ, իրանց լոգանքից հետո մերսումներ եմ անում, զապաս կա։ Այնպես որ երեխեք ջան շատ հավես նվերներ էին, որոնք մեծ սիրով կօգտագործեմ, կապրազամառը, կամարների համար իդեալական, ոչ չկծոտեն մեկ-մեկ քնաստեղն հենց են գզում, եթերա յուղերով այսպես հոտել։ Դեզ ասեմ հաջողություն, ես այսօր հասկացա, քանի օր վիդեո չեմ գցել։ Ձեզնից էլ ուզում եմ խնդրել մի փոքր ակտիվ եղեք վիդեոների հարցում, նայեք, լայքեք, կոմենտ գրեք, ուղարկեք ձեր ծանոթ մարդկանց, որոնք միգուցե դեռ ալիքի մասին չգիտեն։ Ցավոք սրտի ուսումն ու բլոգինգը համատեղելը շատ դժվար է եւ ես տեսնում եմ, որ իմ ակտիվությունը, իմ հետևորդների ակտիվությունը պակասել է, դա ինձ տխրեցնում է, անկեղծ պիտի լինեմ ու ասեմ, բայց ինչ արած, փորձում եմ անել իմ մաքսիմումը, ինչը որ հասցնում եմ այս պայմաններում։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անկախ ամեն ինչից միշտ կողքիս են, միշտ հետևում են, նայում են,
գիտեմ։ Ես շատ գնահատում եմ։ Լավ եղեք եւ մինչ նոր հանդիպում։